Ես պատասխանեմ, հետո երևի անցնենք։ Լավ, ես տրանսպորտային հասանելիությունը նկատի ունեի ոչ թե որ հասանելիություն չի եղել, այլ միջմարզայինը չի եղել, Երևանինն է մտել։ Ես դա նկատի ունեի իմ խոսքի սկզբում։ Հիմա հակառակն է, քանի որ մենք նոր մոդել ենք կիրառել, այսինքն ամբողջ մարզը բնակավայրերով պետք է մարզային օպերատորի կողմից սպասարկումը իրականացվի, հիմա խնդրել ենք Երևանի տրանսպորտը, որպեսզի վերադառնա իր վարչական շրջանը, ինչը կապված է չվացուցակի հաճախականությունների հետ Երևանի, ապա որոշումը, եթե չեմ սխալվում, արդեն Երևանի մասով եղել է եւ այնտեղ հաճախականությունների հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն այդ հատվածում, որտեղից շրջադարձ է իրականացվելու, հաճախականությունների մասով նույն հաճախականություններն են մնացել, բայց եթե աշխատանքի ընթացքում ուղևորահոսքերի փոփոխություն կլինի, օրինակ միջմարզային տրանսպորտի շատ մարդիկ կսկսեն օգտվել եւ Երևանի տրանսպորտում կընկնի այդ հաճախականությունների թիվը, իհարկե իրանք կարող են վերանայել այն հաճախականությունը, որը այսօր կա, որպեսզի դատարկ ուղևորություններ չլինեն, իսկ դատարկ ուղևորությունը դա նշանակում է, որ Երևանը պետք է փակի այդ վնասը, որը դրա արդյունքում առաջացել է։ Իսկ ով պետք է փակի այդ վնասը, քաղաքացիները։ Հիմա որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի, դա ընթացքում պետք է երևա։ Իսկ միջմարզային տրանսպորտի մասով ես նշեմ, որ եթե կոնկրետ Կոտայքի մասն ենք խոսում, մենք Կոտայքի մասով որևէ բողոք մինչև այսօր չենք ստացել սպասարկման մասով, որտեղ եղել են հարցեր ավելացնելու, ինչ որտեղ ժամեր պակասեցնելու, թվականակ ավելացնելու, բոլորը քննարկվել է, բոլորը լուծվել է։ Հիմա եթե այդպիսի խնդիրներ կան եւ ընթացքում առաջանում են, դա կարող է քննարկվել։ Բայց վերադառնալով այն սկզբում բարձրացված հարցին, տեսեք, օրենքը արդեն նախանշել է այն սահմանը, որով պետք է իրականացվի։ Եթե օրենքը այս սահմանը նախանշեր, ամբողջությամբ այս սահմանով կլինի, բայց սահմանը նախանշվել է, դա Երևանի վարչական համայնքի վարչական տարածքն է։ Հիմա այլ համայնքների դեպքում նույն կանոնակարգերն են գործում, նույնը կլինի Վանաձորը, Գյումրին եւ այլն։ Մեր ասածը հետեւյալն է, որ եթե քաղաքացիները սովորել են Երևանի տրանսպորտի, այդ հասանելիությունը բնակավայրի սկզբում կա։ Խնդրում եմ օգտվեք։ Եթե խոսքը Քազախի դեպքում այսպես կոչված 150 մետրի մասն է, կներեք 150 մետր կարելի է քայլել, եթե դու ուզում ես օգտվես Երևանի տրանսպորտից։ Մի րոպե էլի թույլ տվեք ավարտեմ։ Եթե չես ուզում օգտվել, կա միջմարզային տրանսպորտ։ Տրամաբանությունը, որով դուք ներկայացնում եք, բոլորը, հետևյալն է, որ եթե Երևանը հետ քաշվեց, մենք ինչպես ենք օգտվելու, բայց կներեք, միջմարզային տրանսպորտ է մուտք գործում բնակավայրեր։ Դե չի Երևանը հետաքաշվում, տրանսպորտ չկա։ Խոսքը միջմարզային, եկեք դա քննարկենք ու դա ենք քննարկել այսքան ժամանակ։ Սակագին է իջեցվել, չվացուցակի մասով ավելացում է եղել, տրանսպորտային միջոցների թվաքանակի մասով պատրաստակամություն է եղել ավելացնել ինչքան որ անհրաժեշտ է, թե Պրոշյանցիքի, թե Քասախի բնակիչների համար իրենց երթերը ապահովելու նպատակով։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Ներողություն ես արձագանքեմ ձեր ասածին, այլ կապակցությունը Պրոշյանցիների համայնքի բնակիչների հաստորեն շատ տեղին է, որովհետև ասացի, որ հնարավոր է, քանի որ այս դեպքում չի ապահովում ավտարությունը ուղևորների, որովհետև հենց խճուղու երկայնքով մարդիկ պիտի քայլեն, որպեսզի կարողանան հասնել ավտոբուսի այսպես կոչված Երևան տարածքի առաջին հանգար, մարդիկ կարող են սկսել մտածել, որ դրա համար եմ ասում, արդյոք հնարավոր չէ կանգառը տեղափոխել այնպիսի վայր, որ ապահով մարդիկ կարողանան նստել ավտոբուս եւ իջնել։ Եվ դրա հետ կապված, որ դուք ասում եք, հնարավոր է եթե ուղևորափոխադրումներն ընկնեն, հնարավոր է որ պարբերականությունը պակասի, քանի որ արդեն ծախսվածածում կատարել։ Եթե պրոշյանցիները օրինակ, եթե պրոշյանցիները չօգտվեն այդ Երևանի տրանսպորտից։ Դե եթե հարմար տեղ կանգառ կատարվի, հաստատ կօգտվեն, ամբողջ խնդիրը սա է։ Ես նորից կկրկնվեմ, երևի կներեք, որ ընդհատում եմ, բայց ձեր առաջարկը այնպիսին է, որ ստեղծեք այնպիսի պայմաններ, որ մենք ամբողջ համայնքով բնակավայրով շարունակենք օգտվել Երևանի տրանսպորտից։ Նույն ձևով։ Մենք ասում ենք չի կարող մտնել Երևանի տրանսպորտը բնակավայր։ Ուզում եք օգտվել, խնդրեմ, 150 մետր իջեք ներքև, օգտվեք։ Մայրաքաղաքային տրանսպորտը նորից ի շրջանը սիրում,
նորից անդրադառնամ նույն հարցին։ Եթե օրենքն ընդունվել է 2006 թվականին եւ 19 տարի հետո 21-ին որ մրցույթ է անցկացվել, այն է կարելի ասել կիսա փակ գախնի եւ այլն, 21-ին հաղթել է, ասենք, ընկերությունը եւ երկուղի է մտել 25 թվականին։ Եթե հնարավոր է այսքան հետաձգել, ավելի կարելի է հետաձգել, որովհետեւ մարդկանց կյանքի պայմանները ինձ թվում է այդ ընթացքում այդպես նշանակալիորեն չեն բարձրացել հատկապես խոցելի խավերի համար։ Այս սա է խնդիրը, եթե սա պատասխանեք չէ դիտել։ Իսկ մուլտիտրանսը, ասեմ, որ պրոշյանցիները սա համարի ավտոբուսից օգտվելու դեպքում խոցելի խավերի բնակիչները բոլոր արտոնություններից օգտվում են։ Իսկ արդեն մուլտիտրանսի դեպքում ես կոնկրետ գիտեմ եւ իմացածով ընդամենը ընտանիքի մեկ անդամ կարող է օգտվել որոշակի արտոնություններից, իսկ սա էլ չասեմ փաթեթներ ունեն միամսյա, եռամսյա եւ տարեկան փաթեթներ, սա էլ Ընդունում եմ, բայց ցանկացած համայնք, տեսեք, ցանկացած համայնք իր քաղաքացիների համար տրանսպորտի հարցում եւ ոչ միայն տրանսպորտի հարցում կարող է արտոնություններ սահմանել։ Այդ թվում օրինակ ձեր համայնքը Հիմա եթե Երևանը պայմանական X արտոնություն է սահմանում, դա վերաբերում է Երևանի վարչական տարածքում գտնվող եւ բնակվող քաղաքացիներին եւ այդ տրանսպորտին։ Այդ նույն հաջողությամբ վաղը կարող է այլ համայնքում այլ արտոնություն կիրառվել։ Օրինակ շատ համայնքներ ունենք, որտեղ անվճար ուսանողական ավտոբուսներ են գործում։ Համայնքներ ունենք, որ չունեն։ Հիմա այդ նույն հաջողությամբ կարելի ասել, չէ, դե քանի որ այն համայնքը այդպիսի բան է կազմակերպել, ես էլ եմ ուզում նորմալ է քաղաքացու տեսանկյունից ցանկանալ նման բան։ Բայց խնդիրը հետեւյալի մեջ է, որ Պրոշյանն ու Քասախը չեն գտնվում Երևան համայնքում։ Եթե Երևան համայնքի բնակիչները օգտվում են արտոնություններից, դա Երևան համայնքի վարչական շրջանում իրականացվող փոխադրումների նկատմամբ է։ Խնդրեմ, կարող եք Երևանի վարչական շրջանում գտնվելով օգտվել բոլոր արտոնություններից, որը Երևանը տալիս է բնակիչներին։ Բայց դրանից դուրս դուք պետք է առաջնորդվեք տվյալ համայնքում գործող կամ եթե միջմարզային փոխադրումը, միջմարզայինի նկատմամբ գործող կանոնակարգերով եւ գործող օրենսդրությամբ։ Ուղղակի ևս մի անգամ ներողություն ես ասեմ, որ ուղղակի ես բարձրաձայնում եմ Պրոշյան համայնքի բնակիչների, մեզ վերածորած մարդկանց կարծիքը, այնպես ես որ ասեմ այդպես ընդգծված վերաբերմունք ունեմ, խնդրում եմ ուղղակի հանդուրժ լինեք, դա ժողովրդին անհանգստացնող այն հարցերի փաթեթն է, որ ներկայացրել են կոնկրետ ինձ, որպեսզի ես այստեղ բարձրաձայնում եմ։ Շատ լավ, ժողովուրդը իրենք իրավունք ունեն իրենց պահանջները ներկայացնելու, հատկապես նրանք, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, նվազագույն կենսաթոշակ, էլ չասեն խոցելի խավերի ներկայացուցիչներին, մեծ մասամբ համարի, որ նրանց կարծիքն են բարձրաձայնում։